Եվ ուզում եմ եզրափակել Հովիկ Էս ինչ տխուր է։ Երեք դատարանում ես եւ Տիկին Թովմասյանը Մի հատ արփի, դա ցուցադրեք դուք խոսեք միջև դնեն։ Ես եւ Տիկին Թովմասյանը երեք Ավանի դատարանում էինք Միքայել Աճապահյանի դատին եւ այդտեղ շատ հերոսական կեցվածքով եկավ Հովիկ Աղազարյանը։ Այն Հովիկ Աղազարյանը, որը նախորդին տեսանք Նիկոլի համար Գևորգ Պետրոսյանին ճղում էր։ Նիկոլին Սրբազանին դատում է, տարի կեղեքում է, 80 օր է նստած է հիվանդ, տարիքով պատվարժան Սրբազանին։ Եկել ես այդ գլուխը տարած ինչի համար։ Նախ մի հատ էլ հայ եկավ մեր կողքը նստեց, որ շատ տհաճ էր, բնականաբար մենք ամեն ինչ արեցինք։ Ես ասեմ, եթե ես չզսպեի Տիկին Զոհրաբյանին, հաստատ այնտեղ ուղղակի տեղը չէր։ Ես անպայմանորեն ուզում էի նրան ասեի կամ դուք եք դուրս գալի, կամ մենք ենք դուրս գալի, թե Նիկոլն էր դրան ուղարկել, բայց ես իրան չեմ ուզում դիմեմ։ Հովիկ Աղազարյանը եւ Հովիկ Աղազարյանները ինձ համար պարզ է։ Ես հիմա ուզում եմ դիմեմ այն ընդդիմադիրներին, այն լրատվամիջոցներին, ովքեր Հովիկ Աղազարյանից սարքել էին հերոս եւ ձեռից ձեռ էին տանում, քիչ էր մնում Հովիկ Աղազարյանին մի հատ հավաքական ընդդիմության մեդալ տային, որպես զա ատվագու, զա ամենաուժեղ ընդդիմ, չեք ամաչում, պարզ չի այդ մարդը ով է, պարզ չի այդ մարդը, մի մարդ, որ կարա ասի, ես Հիսուսին հավատացի, երբ որ ճանաչեցի Նիկոլ Փաշինյանին, դրանից հետո այդ մարդու վրա պիտի մեծ խաչ քաշել, ոչ թե հետո որ կանգնել է Նիկոլի կողքը, կանգնել է, արդարացրել է, ասել է լավ է եղել, որ Արցախը չկա, լավ է եղել, որ Ալիևը զավթել է Հայաստանի սուվերեն տարածքը, չուց լինի սարքել էիք Չէ Գևարա, կակոյնի բուց քյաչալի, բայց չեք ամաչում դուք, ով է Հովիկ Աղազարյանը, եւ նա իրավունք չպիտի ունենա որևէ Սրբազանի դատին ներկա լինելու, որտեւ նա Նիկոլի ներկայացուցիչն է, այն Նիկոլի, ով նստացրել է եւ ազատազրկման է տանելու Սրբազաններին եւ մյուս քաղաքական բանտարկյալներին, այսքանը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։